Աստված, ես այսօր բարեխոսում եմ իմ ազգիս համար և աղոթում եմ հայ ազգի համար։ Խնդրում եմ, որ դու կոտրես ամեն լուծ իմ ազգի պարանոցից և թող Հիսուսի անունով իշխանությամբ բոլոր նրան կապող կապերը կտրվեն։ Խնդրում եմ քեզ, Տեր, որ հայ ազգի մեջից խավարի թագավորությունը կոտրվի և ամբարիշտների հիմքերը քարուքանդ լինեն և նրանց բոլոր աղեղները փշրվեն և որ դու ջարդես և ձիուն և հեծյալին, կառքին ու կառավարին, թող քանդվի իմ ազգիս դեմ թշնամու կողմից կանգնեցված յուրաքանչյուր պատ և յուրաքանչյուր զոհասեղան, որ կանգնեցվել է թշնամու կողմից իմ ազգիս դեմ։ Չեղյալ հայտարարիր մեր նախնիների հետ կնքված ցանկացած պայմանագիր, կապիր և հեռացրու մեր ազգից ամեն վախն ու խուճապը, որ կուզենա երևալ ահաբեկչության կամ պատերազմի միջոցով։ Ազատիր մեզ, ով ամենազոր, կենդանի և միակ Աստված, արյուն արբու և դաժան մարդկանցից։ Թող բռնավորների ժողովները բացահայտվեն և տապալվեն Հիսուս Քրիստոսի անունով։ Եվ թող բռնություն այլևս չլինի Հայաստանի սահմաններում։ Թող Տիրոջ իշխանությունը հաստատվի մեր ազգի մեջ։ Թող մեր ազգը օրհնի Տիրոջը իր ողորմած բարության և ճշմարտության համար։ Ես աղոթում եմ, որ հայ ազգը տեսնի Աստծո փառքը և թող խաղաղությունը գետի պես հոսի Հայաստանի, հայ ազգի և նրա բոլոր համայնքների մեջ։ Թող իմ ազգին ծածկի Հիսուս Քրիստոսի փրկարար և ազատագրող սուրբ արյունը։ Թող մեր ղեկավարները լինեն արդար և կառավարեն Տիրոջ երկյուղով։ Թող ամբարիշտները արմատախիլ լինեն մեր երկրից և հողից։ Փրկիր մեր ազգին, հայ ազգին, ով Տեր, և բարգավաճում տուր մեզ։ Ես աղոթում եմ, որ իմ ազգը բժշկվի կյանքի ծառի տերևներով։ Ես աղոթում եմ, որ Տիրոջ փառքը լույսի պես ծագի հայ ազգի վրա։ Թող իմ հայ ժողովուրդը հաշտվի իրար հետ և վերանա թշնամությունը իրար դեմ։ Թող վերցվի ու կործանվի իմ ազգի վրա տարածված խավարի թագավորությունը և գերության ամեն ծածկոց, ամեն քող, ցանց ու սարդոստայն, որ Տեր ջան, սրբի ազգիս արտասունքը և հեռացրու ազգիս նախատինքը ամբողջ երկրի վրայից։ Ամեն։